Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանի սիրտը չդիմացավ։ Շուշին ազատագրած կոմանդոսը կյանքից հեռացավ մեկ ստորագրությամբ հեշտությամբ իր Շուշին թշնամուն հանձնվելուց 6 ամիս հետո։ Գիտեք, պատերազմ անցել եմ, բանը տեսել եմ այդ դժվար պահին, բայց այսօր այդ մարդկային երևույթ չի, մարդը չի կարա այդ տանի էլի ասի, հա, ես սովոր եմ, զոհվածներ են, բան են, հայ, իմ հնգերս նստած է, կարա ասի, խոնարհվում եմ ձեր առաջ։ Սա Արցախի հերոսի վերջին ելույթն էր տեսախցիկների առջև։ Եկել էր սիրտ ու ուժ տալու 44-օրյա պատերազմում ընկած զինվորների ծնողներին, բայց խոսքերն անկարող էին։ Ծնողներին ասել, ինչ ասեմ ծնողներին, ինչ կարամ, խոնարհվեն կարակ, բայց սենց ես նստած է, մի լույս անցավ, ինչ այս դրոցի տնօրենը ու այդ կոլեկտիվը, այս երեխեքը, այդ դժվար վիճակի միջից կարան մեզի մի քիչ բարձրացնել, այդ դրանով կարող է մեր երկիրը բարձրանալ։ Բաքվի զինվորական ուսումնարանում կրթություն ստացած պրոֆեսիոնալ զինվորականը Արցախի շարժման հենց սկզբից միացել էր հայրենիքի փրկության նվիրական գործին։ 1990-ին դարձել էր Սասունցի Դավիթ կամավորական ջոկատի անդամ, հետո ղեկավարել է Պաշտպանության կոմիտեի արտազինվորական պատրաստության բաժինը։ Արցախի նորաստեղծ ինքնապաշտպանական ուժերը Տեր-Թադևոսյանի հրամանատարությամբ իրականացված ռազմագործողության շնորհիվ ազատագրեցին ռազմավարական մեծ նշանակություն ունեցող Հադրութի Տող գյուղը, բայց պատմության մեջ կոմանդոսի անունը մտավ որպես հարսանիք լեռներում բացառիկ ռազմական գործողության հրամանատար, որի շնորհիվ հայկական հնագույն բերդաքաղաք Շուշին ազատագրվեց ու ճանապարհ բացվեց Արցախի գոյամարտում լիակատար հաղթանակի համար։ Այդ օպերացիան դիտարկվեց որպես ռազմագիտության վարպետության դաս տևողության նվազագույն չափի շնորհիվ։ Բացի այդ, տարածքի նվաճումը անհնարին էր թվում իր անմաչելի դիրքի պատճառով։ 29 տարի Արկադի Տեր-Թադևոսյանին հայրենակիցները մեծարում էին, բայց ի պատասխան նա համեստորեն ասում էր. հատուկ բան չեմ արել, ես միայն իմ գիտելիքն եմ օգտագործել։